Դերասանուհի եւ ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը բավականին ակտիվ եւ անկեղծ է իր ինստագրամյան հարթակում։ Նա օրերս հետևորդների հետ անկեղծացել է, լուսանկար հրապարակել եւ լուսանկարին կից գրառում արել։ Ինձ թվում է նոր ուսումնասիրության ժամանակն է։ Սիրտս շրջադարձային փոփոխություններ ա ուզում։ Բայց դա չի նշանակում, որ իմ մասնագիտությունն ու աշխատանքներս կտուժեն։ Ճիշտ հակառակը, նոր հմտություններս միայն կնպաստեն ավելի բարձր որակների։ Գրել է Էվելինան եւ հետևորդներին հարցրել. նշեք, թե ինձ ինչ նոր մասնագիտության մեջ եք տեսնում։ Իսկ նրա վերջին գրառումներից մեկն էլ այսպիսինն էր. Բամբասկոտ մարդկանցից զզվում եմ, կան չէ մարդիկ, ովքեր միշտ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են։ Իրենց էլ չեմ սիրում, ու կան չէ, որ չեն հասկացել, որ խնդիրը ոչ թե մնացածի, այլ հենց իրենց մեջ է։ Իրենց նույնպես չեմ սիրում, կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով առանց պարզաբանումների հարաբերություններ են փչացնում հենց այն մեկի հետ, ով իբր իրենց մասին վատն էր խոսել, այն առաջինի պատմածով։ Ֆու, ես ամենաշատը երևի հենց այդ կախականչ հավատացողներին չեմ սիրում։ Իրենք այնքան վախկոտ են, որ նույնիսկ դեմ առ դեմ խոսակցություններից են թևեր առած փախնում։ Բայց երևի ամենաշատը իրենց զոհի տեղ դրած վանքի հավեր ուտողներից եմ խորշում։ Իրենք ոնց խեղճ ու վախկոտ կան, այդպես էլ կմնան։ Այ կյանքն եմ սիրում, սիրով լի մարդկանց եմ սիրում, առողջ մտքով ու համարձակներին եմ սիրում, կուլ չգնացողներին, մինչև վերջ արդարության համար կռիվ տվողներին եմ սիրում։ Իրենց բացասական համոզմունքների վրա մի քիչ, գոնե շատ քիչ կասկածողներին եմ սիրում։ Լուսանկարին կից գրել էր Էվելինան եւ հրապարակել հոլովակ, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Բարի երեկո, ցավոք միայն օրվա վերջում հաջողվում մնալ մի քիչ ազատ ու ձեզ հետ շփվել, բայց ինչև է, քանի որ լեվը գնաց կրկին նկարահանման, ես էլ տանը մենակ եմ, քարիքներով մեյքափս վկա, ես եմ հեղինակը ու շատ սիրում եմ, դուրս շատ ա եկել, դուք էլ գնահատեք, բայց լավ չշեղվենք այս աղջկական թեմաների վրա, եկել եմ ավելի կարևոր բան ասելու։ Լավ, սիրելիներ ջան, մարդիկ ջան, եկել եմ ասելու, ինչ ուզում անենք, լինենք լավը, վատը, տգեղ, գեղեցիկ, թեև ես այդ չափորոշիչները երբեք չեմ հասկացել, խելացի, անխելք, եթե մարդիկ որոշել են, որ մենք իրենց քառակուսիների մեջ չենք տեղավորվում, միևնույն է չենք տեղավորվում, այդ քառակուսիների մեջ չենք տեղավորվելու, եւ դա ամենևին մեր խնդիրը չի։ Հիմա խնդրանք հորդոր կամ անձնական փորձից մի կտոր ընդհանրապես մի մտածեք, թե ինչ կմտածեն ձեր մասին։ Ուղղակի ապրեք, վայելեք այս կյանքը, ապրեք այնպես, ինչպես դուք եք համարում ճշմարտացի։ Թե ինչ կասեն, ինչ ուզում ա թող ասեն։ Իմաստնություն իմաստնությանց։ Ասեք։ Թեև կիրակի օրն էլ ենք աշխատում, բայց գոնե որոշ ժամանակ կարելի է մեզ նվիրել։ Հիմա կդնեմ իմ պատչերը, դեմքի խնամք կանեմ եւ կանցնեմ առաջ։ Ովքեր ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ ես առհասարակ սուրճ չեմ օգտագործում, երբեք չեմ օգտագործել ու ինձ թվում է չեմ էլ օգտագործի։ Նախ ինձ համն ու հոտը երբեք դուր չի եկել եւ երկրորդ ինչի օգտագործեմ, եթե հնարավոր է այն առաջացնի կախվածություն։ Բայց այդ սեկորի երբեմն խմում եմ, նախ շատ օգտակար հատկություններ ունի եւ երկրորդ համն էլ լավն է, կոնկրետ այս մեկը հապալասի համ ունի, կարող եք փոխարինել սուրճը ցիկորիով։ Եվ եթե հարցնեք որն է իմ սեղանի գիրքը, կտեսնեք Աստվածաշունչը, Նարեկացին, մնացածը պարբերաբար փոփոխվում են, բայց Նարեկացին եւ Աստվածաշունչը մշտական, անփոխարինելի։ Հատկապես կիրակի օրերին կարելի է կարդալ, ես կասեի պարտադիր է կարդալ, սաղմոսներ կամ նարեկացու ծաղոտքներ։ Ինքն ինձ համար ապացույցն է բարձրալի գոյության, եթե անկեղծ ապացույցներից մեկը, լավ չասեմ ապացույցը, ապացույցներից բազմաթիվ ապացույցներից մեկը, ամենասիրելին։
Instagram սոցիալական հարթակում տարածված նոր թրենդին միացավ նաև դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը։ Նա իր էջում կիսվել է իր և Լևոն Մկրտչյանի համատեղ լուսանկարներով, որոնք արվել են 2016 թվականին։ 10 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարներն այս պահին ցուցադրում ենք ձեր ուշադրությանը։ Ինչպես նոր հոլովակ է հրապարակել, որի ընթացքում անհարմար հարցեր է ուղղել ամուսնուն։ Առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության։ Գնում ենք Միլանից Հռոմ, լիքը ժամանակ ունենք։ Արի ես քեզ անհարմար հարցեր տամ։ Դու պատասխանի։ Գնացինք, բայց արագ պատասխանի։ Շատ արագ, օքեյ։ Ուրեմն ընկերներիդ հետ բիվակի հետ կանեն ձեր սիրած փարթիներից, թե մերոնց հետ քալագեշ։ Բիվակի հետ կան, բայց քալագեշը հատկապես ամբողջ կյանքում քյարթ ու ռաբիզ երգեր լսեմ, այդ լինի իմ ճաշակը, թե քթիս վրա այն իմ ուզած պիրսինգից անեմ։ Շուտ ասա։ Դու էդի չես ուզում ասում էդի կատակեսը։ Չէ, ուզում ես կեզ ասելը։ Չէ, քյարթու է։ Լուրջ, քյարթու լինե։ Սիրենք ինձ։ Քեզ սիրում եմ։ Չնայած սիրել, բայց ոչ քյարթ։ Անժելայի հետ կռվեմ, այլ երբեք չշփվեմ, թե մամայի հետ։ Եթե ինչ Անժելան լերի քուրն է։ Շուտ։ Կամ Անժելայի հետ, կամ մամայի հետ։ Սամ Անժելան չի ներել։ Լայդ միշտ ես քշում։ Գնամ մի ամսով Ամերիկա, թե մազերս մի տարով շատ կարճ կտրեմ։ Մի տարով մազերը չկարճ։ Լուրջ։ Այն քո չսիրած ձևը։ Դու տես ասել ես։ Գիտեմ, որ էթալոյից բան։ Ամերիկա։ Ես թե նախկիներից որևէ մեկը։ Նշենք, որ նույն ֆորմատով հոլովակներ Էվելինան նախկինում ևս հրապարակել է։ Դիտեք հոլովակն առանց մեկնաբանության։ Եկեք Լևոնին անհարմար հարցեր տանք, ու ինքը պատասխանի։ Սպոնտան, հենց նոր միացրել եմ կամերան, առանց պատկատովկայի միանգամից, ասած ինչ կա մտքից հարցնելու եմ։ Ես ուզում եմ մյուզիկ տնեի։ Ոչ, նույն հարցերին պատասխանի սերս։ Լև, կինո թե թատրոն։ Կինո։ Բուտ թե բլինչիկ։ Թե ամանորյա։ Չգիտեմ։ Հասա բուտ։ Նայած թե ինչ բուտ ու նայած ինչ բլինչիկ, բայց երևի բուտ։ Տղա թե աղջիկ երեխա։ Առաջնակը ցանկալի է տղա։ Հարցերը սպառվեցին լավ, մի րոպե։ Բարձրահասակ կին թե ցածրահասակ։ Բարձրահասակ։